պահյա, պահպանյա եւ օրտնյա Սանրապետություն Հայաստանի, Սխորհրդարանն սորա։ Հայրապետական մաղթանքով սկսվում է 5-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը։ Անփորձ շատ նորեկներ կան դահլիճում։ Դրա համար էլ ամենափորձառու падգամավորներից մեկը, նիստը վարող Մկրտիչ Մինասյանը, հորդորում է բոլորին փորձարկել համակարգը, ստուգել կոճակները։ Խնդրում եմ բոլորին փորձարկել։ Կա որևէ մեկը, որի կոճակը չի աշխատում։ Քարտը մինչև վերջ եք սեղմում, դրանից հետո առաջի եւ երկրորդ կոճակները սեղմում եք, պիտի վարվի ձեր համարի նշանը։ Որևէ մեկի մոտ կա անհանգստություն։ Պարզվեց կա, ոչ բոլորի կոճակներն են աշխատում։ Քվորումը 111 է։ Չաշխատող կոճակներով падգամավորներից բացի չեն գրանցվել նաև Ժառանգության եւ ՀԱԿ-ի անդամները։ Նրանք բոյկոտել են առաջին նիստը եւ չեն եկել խորհրդարան։ Խորհրդարանի դահլիճում չէ նաև ԲՀԿ ղեկավարը Գագիկ Ծառուկյանը, սակայն քվորում կա եւ խորհրդարանն անցնում է իր աշխատանքին։ Առաջին հացն ազգային ժողովի նախագահի ընտրությունն է։ Հանրապետականն առաջադրել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Մյուս խմբակցություններից թեկնածուների առաջարկներ չկան։ Միակ թեկնածուն ներկայացնում է խորհրդարանի հետ կապված սիրտ ծրագրերը, հայտարարվում է ընտրությունների մասին, որին դաշնակցությունը հրաժարվում է մասնակցել։ Ցավում եմ, ես կուզեի, որ չէ, ասի դա քաղաքական որոշում է, որովհետև իրենց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, աշխատանքային չեմ կարծում, որ դա իմ անձի հետ է կապված։ Մենք ունենք մեր դառը փորձը եւ պիտի պարզապես հորդորենք նորընտիր ազգային ժողովի նախագահին, որպեսզի իսկապես գործնականում ապահովի ազգային ժողովի բնականon գործունեությունը։ Խորհրդարանի նախագահի թեկնածուն հենց ընտրությունների ընթացքում կարճ ճեպազրույց է տալիս։ Խոստանում է հետևել իր գործընկերոջ հորդորին, առաջին հերթին խստորեն վերահսկել падգամավորների հաճախելիությունը։ Բոլոր падգամավորները պետք է ներկա լինեն նիստերին։ Դա եղել է առաջին պայմանը այն բոլոր թեկնածուների հետ պայմանավորվածություն, ովքեր որ ցանկացել են դառնալ ազգային ժողովի падգամավոր։ Առաջին պայմանը կարգապահություն, ներկայություն ազգային ժողովի նիստերին։ Մյուս ցավոտ խնդիրը, որը պիտի լուծի Աբրահամյանը, խորհրդարանի նախագահ ընտրվելու դեպքում միմյանց փոխարեն քվեարկող падգամավորներն են։ Օրենքն արգելում, որ յուրաքանչյուր падգամավորը պետք է փոխարեն քվեարկի եւ մենք փորձելու ենք նաեւ տեխնիկապես այնպիսի պայմաններ ստեղծել, որ падգամավորները կարողանան միմիայն իրենց փոխարեն քվեարկել։ Քվեարկությունը տևում է կես ժամ եւ վերջապես հրապարակվում են արդյունքները։ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի նախագահ է ընտրվել։ Նոր նախագահի առաջին բառերը նոր պաշտոնում փիլիսոփայական են։ Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Նախագահի ընտրությունից հետո ընտրվեցին նաև նրա տեղակալները, երկուսն էլ հանրապետական են՝ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը։ Ընտրվեցին նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարները։ Նախորդ խորհրդարանում դաշնակցության падգամավորների ղեկավարած Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց հանրապետական Կորյուն Նահապետյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի նրա կուսակից Արտակ Զաքարյանը։ ԲՀԿ-ականներն էլ պահպանում են 4 մշտական հանձնաժողովների ղեկավարությունը։ Արմեն Աթալյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։